Այսօր խոսում ենք CLS-ի մասին 218 կուզով ինքը պրոստը CLS չի, ինքը 63-ն է CLS-ների մեջ այս կուզովը իմ կարծիքով ամենասիրուն կուզովն է որ կարա լինի հրաշք տեսք ունի ինքը AMG ինքը 63-ն է որ պլյուս ստեղ լիքը բան արած ես ասում ես կտամ հետևում դաժե սլիկեր է դրած դուք որ պատկերացնեք էլի ստեղ քանի ձիավոր կարա լինի իմ կարծիքով չգիտեմ Mercedes-ների մեջից ամենասիրուն Mercedes-ներից մեկն է այս առանց ռամկեքի դռներ են որ աշխարհի ամենասիրուն բանն են սալոնի հետ կապված ինչ կարամ ասեմ ինքը ուղղակի սիրուն որակով սալոն է Ovseo այդքան բան երևի թե այստեղ իհարկե ինքը ունի հիշողության 3 ռեժիմ նստարանները հայլիներով բանով շուշեկով սաղ էլեկտրական են քանի որ ինքը AMG-ը 63-ն է այստեղ իհարկե գրված է բոլոր տեղերում AMG որտեղ որ կարելի է գրել նստարանները ունեն պատագրև հովացում այստեղ ունի ինքը լյուկ մուզիկան հարմն կարդոն է այն որ ինքը շատ թույն համադրություն է էլի որ համ ինքը կոմֆորտ է համ սպորտ է դու իրեն կարաս ամեն օր քշես ու պլյուս թույն գոնք եք հանես իրանով ասենց ասեմ ինքը հետև քաշող է ու ահավոր բաներ է կարում անի նայեք զավոդից սրանք գալիս են դեմը պրոստը սովորական պրուժիններով հետևը փուչիկներով էսի հետևի փուչիկներն է իսկ էսի նրա համար է AMG-ն որ դու դնես օրինակի համար քո ուզած ռեժիմը ասենք սպորտ որ վարկային այդ կնոպկին սեղմեցիր ինքը դառնա պրոստը սպորտային ու ամեն ինչ որ ուզում ես իր հետ նայեք սրանց գները պրոստը սովորական 6.3-ի գները մոտ մի 32-33 պլյուս են հետևում տեղը 2 հոգու համար է ու ոնց որ բոլոր CLS-ներին է այսենց բան գոյություն ունի շատ ցածր է դուք ես մի քիչ ճնշված ես գալուց տեղ ու մի քիչ քիչ է տեղը ու ստեղ իհարկե նստարանները ունեն մասաժ հիմա մի քիչ այս ավտոյի տեխնիկականից խոսանք այստեղ զավոդ ինքը 5.5 AMG է 557 ձիաուժ է եղել բայց այստեղ լիքը բան փոխած է այստեղ տուրբիններն է փոխած մեծ տուրբիններ է դրած մեթանոլ է ավելացրած ներածման սիստեմը հովացման սիստեմն է փոխած ու ծրագիրն է իհարկե փոխած ու այդ ամեն ինչ իրար հետ այստեղ մոտավորապես տիրոջ ասելով հասնում է մոտ մի 800 ձիաուժի կարգի ու ինքը շատ հիստերիկի պես է այդում նայեք ինքը կոնկուրենտ է M6-ին ինքը 12 թիվ է ես ճիշտ է BMW եմ սիրում բայց սենց ասեմ կոնկրետ CLS-ի պարագայում CLS-ը շատ սիրուն դիզայն ունի եթե լուրջ Все-таки իմ կարծիքով ես BMW-ն կընտրեի, որովհետև ես BMW եմ սիրում, բայց ինքն էլ պակաս չի։ Նայեք ինքը կոնկուրենտ է M6-ին, ինքը 12 թիվ է։ Ես ճիշտ է BMW եմ սիրում, բայց սենց ասեմ, կոնկրետ CLS-ի պարագայում CLS-ը շատ սիրուն դիզայն ունի, եթե լուրջ։ Все-таки իմ կարծիքով ես BMW-ն կընտրեի, որովհետև ես BMW եմ սիրում, բայց ինքն էլ պակաս չի։ Հիմա մի քիչ այս ավտոյի տեխնիկականից խոսանք Այստեղ զավոդ ինքը 5.5 AMG է 557 ձիաուժ է եղել բայց այստեղ լիքը բան փոխած է այստեղ տուրբիններն է փոխած մեծ տուրբիններ է դրած մեթանոլ է ավելացրած ներածման սիստեմը հովացման սիստեմն է փոխած ու ծրագիրն է իհարկե փոխած ու այդ ամեն ինչ իրար հետ այստեղ մոտավորապես տիրոջ ասելով հասնում է մոտ մի 800 ձիաուժի կարգի ու ինքը շատ հիստերիկի պես է այդում նայեք սրանց գները պրոստը սովորական 6.3-ի գները մոտ մի 32-33 պլյուս են նայեք զավոդից սրանք գալիս են դեմը պրոստը սովորական պրուժիններով հետևը փուչիկներով էսի հետևի փուչիկներն է իսկ էսի նրա համար է AMG-ն որ դու դնես օրինակի համար քո ուզած ռեժիմը ասենք սպորտ որ վարկային այդ կնոպկին սեղմեցիր ինքը դառնա պրոստը սպորտային ու ամեն ինչ որ ուզում ես իր հետ ու այստեղ իհարկե նստարանները ունեն մասաժ հետևում տեղը 2 հոգու համար է ու ոնց որ բոլոր CLS-ներին է այսենց բան գոյություն ունի շատ ցածր է դուք ես մի քիչ ճնշված ես գալուց տեղ ու մի քիչ քիչ է տեղը ոնց որ հիմա CLS-ի մեջ ենք ասում են ինքը շատ ուժեղ ստարտ ունի Հիմա կարամ ասեմ, որ քրակոցները որ թողիկ ասեմ, որ իմ նստած վաբշե բոլոր ավտոներից ամենարագ ավտոն է էսի։